24 թվականին 26.5 միլիարդ դրամ գույքահարկ է հավաքագրվել, 25 թվականին նախատեսվել է 33.5 միլիարդ դրամ գույքահարկ։ Ուրեմն միայն փոխադրամիջոցներից այդ գույքահարկից հավաքվել է 13.5 միլիարդ 24 թվականի համար եւ մոտավորապես 14 միլիարդ դրամ էլ հավաքագրվի 25 թվականին։ Հիմա Երևանի քաղաքացիները կամ մեքենա ունեցողները կամ վարորդները գույքահարկը վճարում են, որպեսզի Երևան քաղաքում իրենց մեքենաները Երևանի փոսերում չջարդեն, այսինքն այդ մասով գոնե անվտանգ երթևեկեն, այսինքն չխափանվի իրենց մեքենաները։ Ես ինքս մեքենա չունեմ, բայց ես խոսում եմ վարորդների անունից։ Ու այս մարդիկ գումարը այդ գույքահարկը վճարում են, որպեսզի իրենց մեքենաները չջարդի, բայց Երևան քաղաքի փողոցները լիքն են կամ հարուստ են փոսերով։ Սրա մասին այսօր խոսվել է, շատ չկրկնվեմ, Երևանի տարբեր վարչական շրջաններում կամ տարբեր թաղամասերում ոչ միայն փոսերն, այլ ամբողջ փողոցը քանդված։ Նման դեպքեր կան, ասվեց Շենգավիթ վարչական շրջանում են Շենգավիթի սեփական սեկտորում, այդպես դեպքեր կան Ցիլիկյան թաղամասում, Հաղթանակ թաղամասում, ուրեմն հաղթանակ թաղամասում եղել ենք, ես դրա մասին մի քանի անգամ գրառումներ արել եմ, այնտեղ ոնց որ այդ թաղամասը մոռացված լինի Երևան համայնքի կողմից, այդ թաղամասի փողոցներում փոսեր չեն, խրամատներ են։ Ու այդ փոսերը այդ մարդիկ բողոքում են, քաղաքացիները իրանք ահազանգում են, ասում են պետքա վերանորոգվի, հիմնանորոգվի։ Եվ բացի այդ փոսերից, ուրեմն 82.5 միլիոն դրամ անցած տարի 24 թվականին ավելի ճիշտ ծախսվել է հետիոտային անցումների համար, 80 միլիոն է նախատեսվել է 25 թվականին։ Հիմա պարոնեք իշխանավորներ, դուք ընդհանրապես մեքենայով շրջում եք, ոտքով շրջում եք բացի մեքենայից, իշխում եք ավտոյից, օրինակ Կոմիտաս պողոտայում, Կոմիտաս փողոցում, Փակ շուկայի մոտ տեղադրել եք, ուրեմն տեղադրել եք վերելակ, որը չի գործում, եւ որի հետևից չեն է գնում, տենան գործում է, չի գործում, փչացել է, ինչի համար է փչացխի չեն պատրաստում։ Նույնը կա նաև նորքի զանգվածում։ Նորքի զանգվածում, այո։ Սա այս մի նկարն եմ արել, այս վերելակի, որը որ չի աշխատում, խափանված է։ Հեռու չգնանք այստեղից, այստեղից մի 3-400 մետր հեռու Սուրբ Սարգիս եկեղեցու մոտի գետնանցումը։ Ուրեմն այդ գետնանցումով դուք նյուժել եկեղեցի չեք գնում, որ այդ գետնանցումով անցնեք, տեսնեք։ Ուրեմն ինչա կատարում, սա աստիճան։ Ես ավարտում եմ, այս ցույց են տալի ավարտեմ։ Սա բան ուրեմն գետնանցումի նկարներն եմ արել, որ ցույց տամ, թե ինչ է կատարվում գետնանցումում։ Այդ գետնանցումը, ուրեմն տեսեք, հերթով այսպես արագ ցույց տամ, ավերվակ վիճակ։ Սա վերանորոգման, շտապ վերանորոգման կարիք ունի, ուրեմն ես նույնիսկ մի հատ առաջարկ անեմ, այս մասը օրինակ, հիմա սա ցույց տամ, ուրեմն լույս չկա, պատերը թափված, այդ ծեփերը, այդտեղով հիմա սպասեք մեկ վայրկյան, ուրեմն այստեղ շատ հարմար կլինի ավտոկայանատեղի կառուցելու համար կամ ավտոկայանատեղի տրամադրելու համար։ Այնպես որ այս գետնանցումը գնորից եմ ասում քաղաքապետանից 3-400 մետր է հեռու։ Գոնե այս գետնանցումը պետք է առաջնահերթ կառուցվեր, եթե չի կառուցվել, ուրեմն նախատեսեք 25-26 թվականներին այս գետնանցումը կառուցեք։ Ես ինձ ուղղակի արագ եմ տալի։ Եվ այս հատվածը, որտեղ կարելի է ավտոկայանատեղի կառուցել, այստեղ մեքենաներ կանգնեցնեն, եւ որով նաեւ կբեռնաթափի որոշակի հատված։ Շնորհակալ եմ, պարոն Փամբուխչյան։ Շնորհակալություն, պարոն Դանելյան, դուք գրեթե ելույթ էր ձեր հարցեր չէր, բայց գետնանցումների մասով ուզում եմ նշել, որ մենք քաղաքապետանում մշակում ենք ծրագիր առհասարակ բոլոր գետնանցումներին վերաբերվող, թե ինչ սկզբունքով եւ ինչ ֆորմատով պետք է մենք տանք բիզնեսին, որպեսզի այնտեղ իրենք իրականացնեն որոշակի բարեկարգման աշխատանքներ եւ ունենան իրենց հետաքրքրվածությունը։ Ուզում եմ նշել, որ նաեւ քննարկվել է ձեր նշած Գրիգոր Լուսավորչի գետնանցումը եւ մի շարք այլ գետնանցումներ քաղաքի տարբեր մասերում։ Առաջիկայում մենք կունենանք այն կոնցեպտը, որը որ մենք կդնենք, գուցե կդնենք մրցույթային, ամեն դեպքում մրցույթային է լինելու, բայց թե նախագիծը կամ թե էսքիզը եւ թե մնացած բովանդակային մասը կդնենք մրցույթային տարբերակների եւ մենք հույս ունենք, որ արդեն այս տարի կավարտենք եւ մյուս տարի մենք կունենանք որոշակի շահումներ եւ մեր գետնանցումները կբերենք պատշաճ տեսքի։ Այս մասով այսքանը, մնացածը ճիշտ ասած չեմ էլ հիշում մյուս մասը ինչ է։
Կավելացնեմ ուղղակի նաև չմոռանաք ձեր կողմից 2 անգամ վերանորոգված Մաշտոցի պողոտայի Փախշուկայի դիմացի անցումը, որը ձեր 2 անգամ վերանորոգելուց հետո նորից անմխիթար վիճակում է գտնվում, դա էլ դիտարկեք, բայց վերանորոգելուց նենց ընկերության տակ վերանորոգի կամ նենց հետևողական ելնեք ավելի ճիշտ, որպեսզի 3-րդ անգամից հետո 4-րդ անգամվա վերանորոգելու կարիք չլինի։ Եվ այս անցումները, որ ընկերությունը որ կվերանորոգի, հետևողական եւ պահանջատեր լինի, որպեսզի նորմալ վերանորոգեն քաղաքային բյուջեի կամ ժողովրդի հավաքագրած գումարը չմսխվի։